Ողջույն հարգելի հետևորդներ, մենք կրկին եթերում ենք։ Նախորդ մեր հանդիպումից հետո բազմաթիվ դեպքեր եւ իրադարձություններ եղան եւ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, բայց Հայաստանի շուրջ։ Այսօր այդ դեպքերն ու իրադարձությունները մենք կվերլուծենք ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար։ Ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Պարոն Արզումանյան, մեր նախորդ հանդիպումից հետո, իմ տաղավարում նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցավ Մերձավանում արունալի դեպք։ Սպանվեցին 2 հոգի, վիրավորվեց մեկը եւ այդ դեպքը տեղի ունեցավ զենքի գործադրմամբ։ Եվ իշխանությունները, ամենայն դեպս իշխանական ներկայացուցիչները շտապեցին որակել այդ դեպքը միջանձնային հարաբերությունների ինչ որ ցածր այսպես մակարդակում, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, ոչ մի բան չկա, ընդունենք այնպես, ինչպես ներկայացնում են, հիպոթետիկ ընդունենք, համաձայն չենք, բայց հիմա նայեք, այդ ֆոնի վրա հայ առաքելական եկեղեցու 2 բարձր այսպես ասած ներկայացուցիչ սրբազաններ, arczepiskoposներ դատվում են ահաբեկչության հոդվածներով։ Բագրատ Սրբազանը որպես ահաբեկիչ նստած է Մեղադրյալի աթոռին դատարանում, իսկ այնտեղ վիճակը ներկայացնում է որպես սպանություն հասարակ, որը ավելի շատ ահաբեկչական ակտի էր նման։ Ինչ կասեք օրինակ դուք։ Դժվար է ասել, ոչ թե դժվար է ասել, պետք է տարանջատել այդ 2 process-ները եւ հետո կփորձենք ընդհանրացնել։ Առաջինը այնտեղ որ սպանություն եղավ, եթե մենք հիշենք, ոչ մոռանանք, որ սպանվել է մի անձնավորություն, որը զբաղեցնում է քաղաքական պաշտոն, այն անձնավորությունը, որը ուներ պաշտոնը, որը քաղաքական փաստորեն պաշտոն, դա նշանակում է, որ միայն նշանակություն չունի ինչի ոնց տեղի ունեցավ, դա արդեն քաղաքական երևույթ է։ Ոնց են սպանել, ինչ են սպանել, դա երկրորդական է։ Եթե երկրում պետությունում սպանվում է քաղաքական գործիչ, դու ստիպված ես նայել այդ process-ին որպես քաղաքականացված process եւ քաղաքականության մաս։ Դու իրավունք չունես տարանջատես եւ պիտի ուրիշ հարցեր դնես։ Ոնց է ստացվում, եթե Հայաստանում նման պաշտոն զբաղանացված անձը մտնում է կրիմինալական ինչ որ հարաբերությունների մեջ, ոնց է ստացվում, մեկ ջահել չեք, ես էլ դուք էլ մենք հիշում եք ոնց է տեղի ունեցել 90-ականից հետո 90-ական թվականներին եւ կրիմինալիզետ եւ քաղաքական process-ները պատերազմի ֆոնի վրա ինչքան սեղմ է, ինչքան զուլված են, այդ շատ դժվար է տարանջատել եւ մեկ որպես պետություն եւ հասարակություն 20 տարի անցել է որ տարանջատեք քաղաքական ոլորտը, պետական ոլորտը, կրիմինալ ոլորտը, որ այստեղ կրիմինալական է, այստեղ քաղաքականությունը, այս պետական ոլորտ է, բայց ես հիմա տեսնում եմ այդ բոլոր ոլորտները նորից զուլվում են։ Եվ մենք ստանում ենք Հայաստանում հասարակական եւ քաղաքական մթնոլորտ, որտեղ տարանջատել կրիմինալիզետը պետական ծառայությունը եւ քաղաքական ֆունկցիաները դառնում է շատ ու շատ դժվար։ Եվ դա վտանգավոր է։ Դա նշանակում է, որ այն բոլոր հասարակություններ ունեն գորշ եւ սև զոնա, որտեղ process-ներ են գնում, կրիմինալական process-ներ եւ այլն, եւ սովորաբար վերնախավը, իշխող վերնախավը պարտավոր է տարանջատել, որ այս հասարակության սև կողմերը չբարձրանան քաղաքականության մեջ, չմտնեն պետական հաստատությունների մեջ։ Ես ցավոք սրտի տեսնում եմ, որ այդ երևույթները մտնում են պետական եւ քաղաքական ոլորտները, դա շատ վտանգավոր է։ Ոնց պիտի լուծվի այդ խնդիրը, դա ավելի շուտ քաղաքականության process է, որովհետեւ նորից եմ կրկնում, այդ որոշումները գալիս են իշխանությունից։ Ինչու է իշխանությունը թույլ տալիս, որ պետական պաշտոնների, քաղաքական պաշտոնների ունեն անձնավորություններ, որից նկատմամբ կարող այդպես, ասենք, դաժե ենթադրեք զուտ կրիմինալական գործողություններ կատարվեն։ Եթե դա տեղի է ունենում, դա արդեն քաղաքական process է։
Եվ որպես տարանջատելով այն process-ները, որը գնում են ասել, որ դա որ arczepiskoposները ձերբակալված դա չի կարելի ձևավորել սահմանել որպես terrorism, այդքան էլ ճիշտ չի, terrorism-ը դա ոչ թե միայն զենքով է լինում, խոսքները կարող ունի որպես զենք, որը terroristական մեթոդներ է կիրառվում, բայց այստեղ նորից այս ավելի շուտ process-ը խնդրեմը կախված է ոչ թե arczepiskosների վարքի հետ, բայց քաղաքականության եւ իշխանության փոխելու հայտարարությունները, որ այլ arczepiskosները դրա համար այստեղ նույն ձևի մենք ունենք ավելի շուտ քաղաքական process, որը դատական համակարգի միջոցով փորձում են ուրիշ երևույթ եւ ձև տալ, բայց ի սկզբանե խորքային երկու process-ները քաղաքական եւ իշխանության շուրջ են։ Եվ դա վտանգավոր է, երբ այստեղ կրիմինալիտետով դաժե ենթադրենք կրիմինալիտետով ունեցող երևույթը մտնում է քաղաքականություն, իսկ այստեղ եկեղեցականները, եկեղեցական հաստատությունների ծառայողները նույն ձևի մտցնվում են քաղաքական դաշտ դատական համակարգի միջոցով։ Այդպես չպիտի լինի։ Այդպես դա վտանգավոր է։ Իհարկե կրոնը եւ կրոնականությունը ունի իր ազդեցությունը եւ մասնակցում է քաղաքական գործընթացների մեջ, բայց ոչ ուղղակի։ Ուղղակի կրոնական process-ները մտցնել քաղաքականության մեջ դա շատ վտանգավոր է։ Ես համաձայն եմ, որ կրոնական process-ները մտցնել քաղաքականության մեջ շատ վտանգավոր է, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է. arczepiskoposները, քահանաները, դպիրները, աբեղաները, չգիտեմ, այդ ամբողջ այդ սպասարկող մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են, չէ՞։ Իրենց հայրենիքն է Հայաստանը։ Իրենք մտահոգ են Հայաստանի ճակատագրով։ Այսպես ասենք, դուք ընտրել եք կրոնը, գնացեք եւ անհաղորդ եղեք Հայաստանի ճակատագրով։ Եվ հետո, նայեք, Միքայել arczepiskoposi Աջապահյանի հայտարարության մեջ դատախազությունը ի սկզբանե չի գտել որևէ քրեական տարր, նույնիսկ գրավոր պատասխանել են որոշակի անձանց հարցումների, թե այսպիսի հայտարարություն է եղել, դուք կրիմինալ չեք տեսնում, 2-2.5 տարի չեն տեսել այդ կրիմինալը, հանկարծ տեսնում են։ Գալիս եք նույնիսկ այն եզրակացության, որ ես ասել եմ, այստեղ այդ բոլոր գործընթացները օգտագործվում են իշխանության կողմից եւ քաղաքականացնում են։ Եվ դա ճիշտ չէ։ Որովհետեւ դա չի խնդրեմա ինձ համար, այստեղ ինձ համար ավելի մտահոգիչ է ուրիշ մոտեցում, երբ իշխանությունները փորձում են այս բոլոր process-ները վերաբերվում կապել հայ առաքելական եկեղեցու հետ։ Իրանք չեն խոսում կոնկրետ arczepiskoposi մասին եւ այլն։ Իրանք մեղադրում են եկեղեցին, հարց են բարձրացնում, իշխանությունը հարց է բարձրացնում, որ պետք է եկեղեցում, հայ առաքելական եկեղեցում բարեփոխումներ չակետներում տեղի ունենան։ Դա շատ վտանգավոր հայտարարություններ են։ Եթե մենք ընդունում ենք, որ կա կրոնական գործընթացներ եւ կա պետական քաղաքական process-ներ, որը պետք է տարանջատված են ուղիղ չմիացնեն իրար մեջ, եթե դու մեղադրում ես arczepiskoposներին, որոնք մտել են քաղաքականության մեջ եւ քաղաքականացնում են իրենց գործողությունները, նշանակություն չունի ինչ անձա եւ այլն, բայց քաղաքականացնում են, եւ դու ասում ես դա ճիշտ չի, դու որպես իշխանություն նույն ձեւի իրավունք չունես եւ չպիտի մտնես կրոնական հաստատությունների, հայ առաքելական եկեղեցու գործընթացների մեջ, դու կարող ես մտնել որպես քաղաքացի, որպես հավատացյալ, բայց ոչ թե որպես վարչապետ, ոչ թե որպես խոսանակ եւ այլն։ Դες հասկանում եք, նորից շատ վտանգավոր բան է տեղի ունենում, երբ այդ հարթակները, այդ խավերը հայկական հասարակության մեջ զուլվում են եւ զուլվելով կրոնական process-ները ուղղակի քաղաքականացնում են եւ դա վնաս է հասցնում եւ կրոնական հաստատությունները եւ հայ առաքելական եկեղեցու եւ քաղաքական հասարակության դաշտին, բայց երբ իշխանությունները նույն ձևի մտնում են կրոնական հաստատությունների մեջ եւ իրանց թույլ են տալիս ուղղակի ոչ թե քննադատել, օզել, բարեփոխել կրոնական հաստատությունները, որը զարգանում են հազարամյակների մեջ, դա նույն ձևի վտանգավոր է։ Եվ ստացվում է մի վիճակ, երբ երկու կողմից էլ անձնավորությունները այնքան է ստուգ լավ չեն հասկանում, ինչ է տեղի ունենում։ Չի կարելի կրոնական process-ները քաղաքականացնել եւ չի կարելի քաղաքական process-ներին կրոնականը արհեստական միացնել։
Նույն process-ները ներեցեք ես ավելի շուտ զբաղվում եմ միջազգային process-ներով, ոչ թե հայկական ներքին process-ներով եւ քաղաքականությունով, նույն process-ները ասենք հիմա Միացյալ Նահանգներում է տեղի ունենում։ Միացյալ Նահանգներում Տրամպը եւ Տրամպի թիմը քրիստոնեական նացիոնալիզմը, այդպես հասկացված սպիտակ մարդու նացիոնալիզմը սարքել են գաղափարախոսություն եւ ստեղծելով գաղափարախոսություն եւ մտցնելով քաղաքականության մեջ, իրանք վտանգի տակ են դնում քրիստոնեայությունը։ Կնտանգի տակ եւ հարվածի տակ դնում են քրիստոնեայությունը։ Նման process-ները շատ վատ են վերջանում։ Ի վերջո մենք պիտի տարանջատենք, հասկանանք, որ կան պետություն, պետական հաստատություններ եւ կան գործընթացներ, որ պետության ներքո են զարգանում, կա իշխանություն եւ քաղաքական հաստատություններ, որտեղ քաղաքական process-ներ են զարգանում, տեղի ունենում, եւ կա հասարակություն, որտեղ հասարակական process-ները պիտի զարգանան, կա կրոնականը, որտեղ կրոնական հաստատությունները ձևավորում են կրոնական process-ները։ Պիտի տարանջատես, իրանք փոխգործակցում են, փոխազդում են իրար վրա, բայց այստեղ կրոնականությունն է, կրոնն է, այստեղ հասարակությունն է, հասարակական process-ներով, այստեղ իշխանությունն է, լուծում է իշխանության խնդիրները, եկա պետությունը որոշում է պետական խնդիրները, բայց պետությունը չի օգտագործում կրոնականությունը, կրոնականացնելով իր process-ները, իշխանությունը, կրոնը եւ հասարակությունը չի քաղաքականացնում, որ օգտագործի իր զուտ իշխանությունը պահելու process-ների մեջ եւ այդ ամենը ձուլում է, դու ստանում ես ավելի շուտ հասնում ես քաոսի, դու հասարակության մեջ քո հասարակությունը կորցնում է օրենսդիրները, ինքը չի հասկանում այս կրոնական process-ը, այստեղ հարված է հասնում կրոնին, իմ հավատին, այստեղ հասնում է հարված իմ պետության, հայկական պետության, այստեղ հարված է հասնում իմ իշխանության։ Երբ դու այդ ինչը ձուլվում ես, խառնում ես, ստացվում է այդպես գորշ, չգիտեմ ինչ խոսքած, ստացվում է ինչ-որ խառնված, որտեղ տարանջատել եւ հասկանալ եւ պաշտպանել դառնում է շատ դժվար։ Այդ վիճակում շատ դժվար է պաշտպանել հայ առաքելական եկեղեցին, որը անշուշտ որպես կրոնական հաստատություն, որպես հայ ազգի ինքնաիշխանության եւ գիտակցության, ինքնության մեծ կարևոր դեր է խաղում, որը սահմանադրության մեջ ձևավորված է, սպառնալիքների առաջ է կանգնած, մենք որպես ժողովուրդ ազգ դրան դեմ պիտի դիմակայենք։ Նույն ձևի հայկական պետությունն է, պետականությունն է կանգնած շատ խորքային, գոյատևական սպառնալիքների առջև, որի շուրջ մենք որպես ազգ պիտի գոյատևենք, պիտի պայքարենք եւ իշխանությունների խնդրեմ ունենք։ Եվ այստեղ ամենափոքր իշխանության խնդրեմն է, որտեղ իշխանությունը մենք ժողովրդավարական պետություն եք ի վերջո, իշխանությունները աշխատում են, գործում են իրաց քաղաքական ցիկլների մեջ։ Եվ այդ ցիկլը 5 տարվա շրջանակներում է։ Դա հեշտ է փոխվում, շուտ է փոխվում։ Պետությունը զարգանում է տասնամյակների, 20-ամյակների ընթացքում։ Այդտեղ գործընթացները եւ փոխվելը ավելի դժվար է։ Սերունդներով է փոխվում վիճակը։ Դու չես կարող մի օրում, մի ժամում, մի ամսում, մի տարում փոխես հայկական պետական հաստատությունները։ Չի լինելու։ Դա սերունդներ են պահանջում, կարող ես մի քիչ արագացնես։ Իսկ եկեղեցական, կրոնական process-ները զարգանում են դարերով։ Եվ դու որպես քաղաքական գործիչ, որը աշխատում է 5 տարվա տրամաբանության մեջ, հոգեբանական լուծումների մեջ եւ փորձում ես ազդես կրոնական հաստատությունների վրա, եկեղեցու վրա, որը դարերում է, դու անպայման շահվելու ես։ Դու անպայման ինչ որ բան այն չես անելու։ Դու պետք է դուրս գաս այդ համակարգից, որ կարողանաս մասնակցես այս process-ներից։ Եվ նույնը մնացածների համար է, եթե կրոնականը մտնում է քաղաքական process-ների մեջ, ինքը անպայման աշխատելով ուրիշ ժամանակների մեջ ինքը շատ դժվար է տեղավորվում այդ կարճ ժամանակների մեջ եւ կրոնականները, կրոնական աստիճան ունեցողները սովորաբար խաբվում են քաղաքական դաշտում, որտեղ իրանց տրամաբանությունը, մտածելակերպը ավելի մեծ է, հաստատուն է։ Իրանք պատրաստ չեն այդ խաղերին, փոքր ժամկետ խաղերի մեջ եւ սովորաբար խաբվում են։ Դրա համար շատ ճգնաժամի ժամանակ ես կարող եմ ընդունել եւ կրոնական հաստատությունից անձնավորությունների եւ ծառայող Աստծո ուղակի մտնում են քաղաքականության մեջ։ Դա պատերազմն է, դա խորքային ճգնաժամ է եւ դու ստիպված ես վերցնես քո
գոյությունական, գոյաբանական վտանգները եւ դու վերցնում ես այդ ծանրությունը քեզ վրա եւ ճգնաժամը հաղթարելուց ելուց միանգամից պիտի դուրս գաս։ Սովորաբար հայկական եկեղեցականները այդպես մենք ունենք ավանդույթներ այդպես աշխատելու, բայց այսօր մի քիչ ուրիշ է, այդպես ասենք։ Մեր ներքին հարցերը ուրեմն համարենք ինչ որ չափով վերլուծված, ամենացավոտ հարցը Արցախի հարցը։ Արցախի հարցը համարեցին փակված, նույնիսկ հայտարարություններ արվեց։ Իշխանության կողմից։ Այո։ Ոչ թե հայ ազգի կողմից, ոչ թե։ Հենց իշխանությունն էլ նկատի ունեմ, դրա համար ասում եմ, մեր ամենացավոտ Մի քիչ խոսել եք, մի քիչ ճշտենք, որ դա իշխանությունն է, դա ոչ հայկական պետությունն է, ոչ թե հայ ազգն է, դա իշխանությունն է։ Իշխանությունների կողմից առաջ է քաշվել այդ թեզը եւ անհողդողդ առաջ են գնում այդ թեզով, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի, փակված է, այդ մասին խոսում են երևի թե 2-3 հոգի աշխարհում, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Էրդողան, որովհետև այս ֆոնի վրա Պուտինը հայտարարեց, որ պետք է քննարկվի դեռևս Արցախի հարցը, Արցախի հայ բնակչության վերադարձի հարցը, որից հետո պետդեպարտամենտն էլ համարյա նույն կարգի ոչ բառացի, նույն կարգի հայտարարությունով հանդես եկավ, որ Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի հարցը պետք է լուծվի, հայկական մշակութային եւ կրոնական կառույցների եւ կոթողների պահպանության հարց պետք է լուծվի եւ այլն։ Հիմա նայեք, առաջ է քաշվել նաեւ այսպիսի թեզ վարչապետի կողմից, որ մեր 18 տարեկան երեխաները ինչ գործ ունեին երկրից դուրս, երկրի սահմաններից դուրս, ահաբեկիչների հետ է համեմատում մեր հայ զինվորներին, այն զինվորներին, որոնք հայրենիքը ամեն ինչից վեր էին դասում եւ Արցախի համար կանգնած էին, այդ դեպքում ես կուզեմ մեկ հարց, դուք էլ ճշտեք էլի իմ համար այդ հարցը, եթե հիշում եք 2016 թվականի քառորյա պատերազմից հետո մայիսին ՔՊ ջոկատը Արցախ գնաց քառորյային մասնակցելու։ Հիշում եմ Նիկոլ Փաշինյանը ռազմական զգեստով ուրեմն նկար հրապարակեց, որ ՔՊ ջոկատը Արցախում է քառորյային մասնակցելու համար մայիս ամսին եւ վերադառնալուց հետո պատվոգրեր եւ շնորհակալագրեր ստացան այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը իր որդուն չթողեց մասնակցի խաղարկությանը, այդ վիճակահանությանը, որ տեղեր էին քաշում, ուղարկեց Արցախ ծառայելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ իր որդին որպես այդպիսին ահաբեկիչներ են եղել, որ Արցախում ռազմական զգեստով եղել են, թե չէ, ըստ ձեզ։ Դժվար է պատասխանել, ես չեմ ուզում այդ հարցին այդպես պատասխանել, դա որովհետև նման հարցի դրվածքը պրիմիտիվացնում է մոտեցումը ծեվի պրիմիտիվ ասել են, հենց չէ, հասկանում եք, այստեղ ուրիշ պրոբլեմա է, հիմա չեմ ուզում ես երևի հարցի շուրջ խոսել, պետք է հասկանալ, որ այդ մոտեցումով ուղղակի Նիկոլ Փաշինյանը այսօրվա մեր Հայաստանի վարչապետը փայլուն պոպուլիստ է, ինքը մտնելով այդ պոպուլիստական մանիպուլատիվ հարթակի մեջ փորձում է հարցերը փակել եւ փոխել ուղղությունները, խառնել ամեն ինչին։ Կարելի է վերլուծել այդ ինչ պատերազմի հոգեբանական եւ տեղեկատվական պատերազմների մեթոդներն, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել, դա փոքրացնում է հարցը։ Ես կուզեի ուրիշ տեղից, ոչ թե ներքևից, այդ պրիմիտիվ մակարդակից ներեցեք։ Ուժային կենտրոններից ասեցի, ոչ թե ուժային կենտրոն, մենք մի քիչ բարձրացնենք հարցը, իմ կարծիքով պետք է բարձրացնենք եւ հասկանանք, որ Արցախի հարցը հիշենք, Արցախի հարցը դա հայկական հարցի մի մասն է։ Հայկական հարցի մի մասն է։ Արցախի հարցը ձևավորվել է Առաջի հանրապետության օրոք եւ Առաջի հանրապետությունը պարտվել է եւ Մոսկովյան պայմանագիրը ստորագրվել է եւ դե ֆակտո կայացած դե յուրե ընդունված Առաջի հանրապետության սահմանները ագրեսիայի հետևանքից ռուս
թուրքական ագրեսիայի, բոլշևիկյան, կեմալյան ագրեսիայից հետո այդ պետությունը գոյությունը կանգնեց, առաջանակություն դադարեց եւ հաղթողները կիսեցին հայ արչի հանրապետության տարածքը։ Մի մաս վերցրեց իրան վրա Թուրքիան, մյուս կողմը անցավ Ռուսաստանի սովետական միությանը։ Եվ այդտեղ Մոսկովյան պայմանագրով գծեցին այն սահմանները, որը երբ Նախիջևանը եւ Արցախի մասը, Արցախը մտան Ադրբեջանի դերնապահները, Կարսը, Արարատսարը մնաց Թուրքիայի, դա պատերազմի հետևանք է։ Եվ դա հայկական հարցի լուծման հետևանքն է, այն լուծման, որը Ռուսաստանի կայսրությունը եւ Օսմանյան կայսրությունը, Սովետական միությունը եւ Թուրքիայի հանրապետությունը տվել են այդ հարցի լուծումը։ Եվ այդ հարցի լուծումը բավականին պարզ հստակ հայ ազգին հասցրած էին հայտնի հայտարարությունը ռուսական ազգօրնախարարի Ռուսաստանի կայսրության անդնախարարի խոսքերը մեզ պետք է Հայաստանը առանց հայերի Լաբանով-Ռոստովսկի խոսքերը եւ այդ ծրագիրը երկու կայսրություն իրականացնում են մինչեւ այսօր երբ հայկական հարցը ձևավորվեց միջազգայնացիաներում, Բերլինյան կոնգրեսի տակդար, այդ երկու կայսրությունը տվեցին պատասխան։ Այդ պատասխանի հետևանքով Արցախը կտրվեց, ձևավորվեց Արցախի հարցը, Արցախի ինքնության եւ այլ Արցախի հայության հարցը։ Նախիջևանում հարցը իրանք միանգամից 40 տարվա ընթացքում Սովետական միության գոյատևման ժամանակ լուծեցին այդ խնդրը Արցախը։ Միջայլոց Նախիջևանը ավելի հայկական էր, քան Արցախը։ Չեմ կարող ասել, Արցախում միշտ 95% էր, Նախիջևանում ավելի բարձր է եղել տոկոսը միացման ժամանակ, հետո հակառակ։ Իրանք լուծեցին, մաքրեցին Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը մաքրվեց հայերից ցեղասպանության սկսվեց ցեղասպանության մեծ եղերնի հետևանքով, հետո մաքրվեց Նախիջևանը եւ 20 տարի վերջում փորձեցին լուծել նույն ձևով մեծ եղերնի շարունակությունը, փորձեցին մաքրել Արցախի հայությունը 90-ական թվականներին, դուք հիշում եք դա, բայց մեզ փրկվեց, որ Սովետական միությունը փլուզվեց եւ օպերացիա Կոլցոն, որը արդեն սկսել է Ռուսաստանի Սովետական միության ներքին ուժերի եւ Ադրբեջանի կողմից 23 թվականին։ Եվ 23 թվականին ի վերջո իրանք կարողացան մաքրել Արցախի հայությունը, Արցախից մաքրել Արցախի հայությունը։ Իրանք ովքեր։ Ուժային կենտրոնները Ռուսաստանը եւ Թուրքիան, առնվազն 23 թվականին, բայց մի քիչ յուրահատուկ է այստեղ 23 թվականին 20-23 թվականի այդ process-ին ուղղակի միացել է Ռուսաստանը։ Եթե մեծ եղերնի սկզբում իրանք մնացել են հետևանքում, այդ հիշում եք այդ բոլորը նահանջները, հետո մասնակցում են, բայց ոչ ուղղակի 21 դարում Ռուսաստանը ուղղակի է մասնակցել մեծ եղերնուն, բացի նրանից մասնակցել է ոչ ուղղակի Իսրայելը, ուժային կենտրոնը, որը զինում էր Ադրբեջանին եւ մասնակցում էր ոչ ուղիղ կա եւ ուղիղ, բայց մենք չեք կարող հնարավորություն չունեք մեր իշխանությունը, մեր պետությունը չի այդ խնդիրը չի դրել հայտնաբերել Իսրայելի ուղղակի մասնակցությունը, դա մա խոսում ենք ոչ ուղղակի մասնակցության մասին, Պակիստանն է մասնակցել մեծ եղերնում, ջիհադիստներն են մասնակցել, Սիրիայի ջիհադիստները, Սիրիայից, Աֆղանստանից եւ մենք չկարողացանք պահպանել Արցախը։ Ես իրոք ուրախ եմ, իրոք Աստծուց ուրախ եմ, որ մենք կարողացել ենք փրկենք Արցախի հայությունը, որը հասցել եք հանել Արցախից եւ հիմա Հայաստանի Հանրապետության ներքո մենք կարողացել ենք ճանաչել ֆիզիկական ոչնչացում։ Բայց տարածքը Արցախը կորցրել է։ Դա էլ է ցեղասպանություն։ Դա ցեղասպանության շարունակությունն է, դա մեծ եղերնի շարունակությունն է։ Եվ այդ այդպես ես նայում իմ կարծիքով միայն ճիշտ մոտեցումն է, այդ նայելով դու որպես քաղաքական գործիչ եւ պետական գործիչ, երբ ասում ես, որ հարցը փակված է, դա նշանակում է դու լուծել ես հայ մեծ եղերնի խնդրը, դու լուծել ես հայկական հարցը։ Բայց մենք գիտենք, որ հայկական հարցը բաց է։ Մենք գիտենք, որ մեծ եղերնի հարցը բաց է։ Եվ դա նշանակում է այս փուլում հիկական իշխանությունները դուրս են եկել լուծումներից։
Եվ այդ process-ները զարգանում են առանց հայկական իշխանությունների եւ հայկական պետականությունների։ Որոշ ժամանակ մինչեւ Հայաստանում իշխում է իշխանությունը, քաղաքական ուժը, հայ ազգի համար հարցը սառեցրած է։ Արցախի հարցով, հայկական հարցով, մեծ եղերնի հարցով զբաղվելու են ուժային կենտրոնները եւ զբաղվելու է հայությունը, որտեղ Հայաստանի պետության տարածքում ապրում է ընդամենը 20%, ասենք մոտավորապես հայ ազգի։ Հայ ազգը ավելի մեծ երևույթ է։ Դրա համար ներուժ ունի, հա, այստեղից ուղղակի դա նշանակում է, որ հայկական իշխանությունները այսօր հետ նահանջեցին, հարցը հանձնեցին, առանց որևէ առավելություն ստանալով հայկական իշխանությունները կարող են այդ հարցը բարձրանալ եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ինչ որ գործոն օգտագործեն, բայց Նիկոլ Փաշինյանը ուղղակի հանձնեց հարցը։ Հանձնեցիք Արցախը, հանձնեցիք Արցախի հայության խնդրը, բայց լուծում չստացվեցինք։ Լուծումը դու կարող ես ստանալ, նորից եմ կրկնում, որ հիշես, դա դարավոր process-ներ են։ Դու ուղղակի ցույց ես տալիս քո կարճաժամկետ մոտեցումները, քո հորիզոնների փոքրությունը, բայց Արցախի հարցը, հայկական հարցը, ի սկզբանե մենք պիտի հասկանանք, դա աշխարհաքաղաքական հարց է։ Եվ դու պիտի որպես պետություն եւ ազգ ինքան հզորանաս, որ կարողանաս սկսես պաշտպանես քո ազգային շահերը աշխարհաքաղաքական ասպարեզում։ Դրա համար ես ուշադրություն չեմ դարձնում այսօրվա արդիական իշխանության խոսքերի, որովհետև ես գիտեմ, որ նրանք իրականության հետ կապ չունեն։ Այն 4-րդ հանրապետությունն էլ կապ չունի իրականության հետ։ 4-րդ լինի 5-րդ, այդ ուրիշ հարց է, ես չեմ ուզում նորից։ Բայց երկրորդը կա, որ 4-րդին ենք ասել։ Ես դեմ եմ, ճիշտ ասած, ես չեմ ուզում մտնել նույն ձևի մեջ, ես կուզենայի, որ մենք ոչ թե առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ հանրապետություն, մենք ունենք Հայաստան, որը եղել է այսօր, եղել է 18-20 թվականի վերականգնվել է, մինչև այդ ունեցել եք հայկական պետականության, Կիլիկիա եք ունեցել, անիական թագավորություն եք ունեցել, մեծ հայք եք ունեցել, հայ ազգը ունակ է կառուցել պետականություն, հայ ազգը ունեցել է պետական պետության ձևավորման տարբեր ձևեր, սկսած մեծ հայքից, մեծից եւ այլ, եւ այսօր Հայաստանը ունեցել է այս ձևավորումը, հետսովետական Հայաստանը ձևավորվել է որպես Հայաստան, այսպես, այդ ձևը իհարկե փոխվելու է, որտեղ հետսովետական եւ սովետական ժամանակները վերջացել են եւ դու պարտավոր ես քո պետական հաստատությունները, քո պետությունը փոխակերպես եւ կերպարացնես, կերպարափոխես եւ համակերպես, ադապտացնես նոր իրականության։ 21 դարը փոխվել է, 21 դար։ Պարտավոր ենք, բայց անում ենք։ Այդ ուրիշ հարց է, նորից մեկ հարց է դու մեկ հարց տալիս, եթե իշխանությունները տալիս ասում են ոչ։ Բայց իշխանությունների մասին եմ ասում, Ես ներեցեք իշխանությունը չի հետարկում։ Իրոք չի հետարկում, որտեղ հասկանում եմ, որ հայկական իշխանությունները, արդի իշխանությունները ձևավորել են իրենց մոտեցումը հայ ազգի, հայկական պետականության, հայկական ապագայի եւ այսօրվա մասին, եւ իրենց փոխել, հանել այդ վիճակից անհնար է։ Դրա համար ինձ համար հայկական պետականությունը դարձել են գործոն կոնստանտա։ Ես շատ ժամանակ չեմ կորցնում հայկական իշխանությունների վարկը վերլուծելու։ Իրանք նույն վարկի մեջ են մնում։ Այսինքն մի անգամ որ վերլուծում եք վերջ։ Ցավոք սրտի նրանք չեն փոխվում։ Հայկական իշխանությունները մենք ցավոք սրտի 2018 թվականին հայ ազգը նորից բարձրացել է ոտքի հեղափոխության համար։ Մենք հասկանում ենք, որ այսպես ապրել չի կարելի, մենք պիտի փոխենք պետությունը, ապրելու ձևը, հասարակությունը, մենք պիտի փոխենք եկոտի կանգնել հեղափոխության համար, բայց տեղի է ունեցել իշխանափոխություն։ Տեղափոխություն։ Տեղափոխություն իշխանափոխություն։ Հա, մի տար։ Այ տեղը տե։ Իշխանություն է փոխվել, իշխանությունն է, իշխանության ղեկավարն է փոխվել, որտեղ պետական մարմիններում 80% մնացել են նույն պետությունը, որ ունենք բյուրոկրատիա չի փոխվել։ Ընդհանրապես շատ քիչ է փոխում։ Դա մա տեղի ունեցել իշխանափոխություն եւ Նիկոլ Փաշինյանը այն շարունակությունն է, որ սկսում է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ձևավորված այն մոտեցումը 91 թվականից, երբ Արցախի խնդրը ձևավորվեց եւ Լևոն Տեր-Պետրոսյանը անկախության հռչակագրից հեռացավ եւ հայտարարեց եւ մտավ միջազգային ատյաններ եւ հաստատություններ, կազմակերպություններ առանց Արցախի, միայն Հայաստանի, սովետական Հայաստանի սահմաններում, այդ ժամանակ Արցախի հայությունը ստիպված եղավ ձևավորել երկրորդ հայկական պետականությունը։
Արցախի հանրապետությունը այդ ժամանակից սկսած Լևոն Տեր-Պետրոսյանին շեղմելով եւ այդ շեղված վիճակը հայկական պատմության հասնում է եւ շարունակվում է Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի միջև հայ ազգի, հայկական ազգերի շահերից ելնելով որևէ տարբերություն չկա ցավոք սրտի։ Մենք բարձրացել ենք ժողովուրդ ուզում է հեղափոխություն, բայց ստացել ենք այն ինչ ստացել ենք։ Եվ դրա համար եթե տենց եք նայում, հա, իրոք խնդիրներ կան։ Կարող եմ մի քիչ ավելի սրացնեմ, Նիկոլ Փաշինյանը այդ հաստվածքը հիշում եք, հագել է Սերժ Սարգսյանի կոստյումը եւ իրան դուրն է եկել այդ կոստյումը, բայց հիմա 2025 թվականին կարելի է ասել, որ դա արդեն կոստյումը չի, իրան կաշին է, արդեն իրան դարձել է իրան մի մաս է, ոչ թե իրան արտաքին երևույթը ինքը ընդունել է եւ ինքը այդպես է գործում։ Արյան մեջ Արյան մեջ եւ դրամանիկա հայտարարություն են անում, որը ասենք Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չէին ասում, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը հասնեն նա ասել, որ կառավարությունը դա ես եմ, ում ուզեմ կդնեմ, ում ինձ չկհանեմ, իրանք այլ բան, որ այդպես վարվում էին։ Վարվում են, բայց չէին հայտարարում։ Հա։ Նիկոլ Փաշինյանը վարվում է եւ հայտարարում է։ Նիկոլ Փաշինյանը ավելի ծայրահեղ է դարձել, քան թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանի հետ հարցերում, եւ դա շատ վտանգավոր է Հայաստանի համար, ժողովրդավարական պետության համար, որովհետեւ այն գոյաբանական սպառնալիքները ռազմական, որի առջև կանգնած է ազգային պետությունը, կարող են լուծում ստանալ միայն ու միայն ժողովրդավարական համակարգի ներքո ավտորիտար լուծումներ, այն լուծումները, որը տալիս է հետսովետական Հայաստանում, բերում են պարտության։ Այդ առումով երկրորդ Արցախյան արշավը 2020-23 թվականին դա օբյեկտիվորեն հետևանք է, որովհետև օլիգարխիկ Հայաստանը, ավտորիտար Հայաստանը չի կարող դիմադրել ավելի ուժեղ Թուրքիայի եւ Ռուսաստանի ուժային կենտրոններին։ Մենք մեզ թույլ տվեցիք հանգստանալ, անձանցել եւ իշխանությունները եւ պետական մարմինները հաստատությունները մտան ուրիշ տրամաբանության մեջ եւ մենք ստացել ենք օբյեկտիվորեն պարտություն, որովհետեւ Ադրբեջանի համար, Թուրքիայի, Ռուսաստանի համար ավտորիտար կառուցվածքը բնական է։ Կայսրությունների համար Ադրբեջանի որպես Թուրքիայի կամ Ռուսաստանի կցորդ, դա բնական ասիական եվրասիական մոդել է, իրանց համար իրանց ազգի, իրանց որպես ժողովուրդ բնական է, հայ ազգի համար որպես եվրոպական մշակույթի, եվրոպական քաղաքակրթություն, մեզ համար մենք հայքի ժառանգորդներն ենք, մենք ազատության մեջ պիտի լինենք։ Եվ այստեղ ուրիշ ավելի խորքային խնդիրներ են առաջանում։ Ինձ համար հիմնական ցավալի խնդիրը այն է, որ մեզ ստիպում են ոչ թե զբաղվենք խորքային խնդիրներով հայ ազգի, ոչ թե փորձենք ձևավորենք այդ խորքային մարտահրավերները, որի առջև մենք կանգնած ենք, որտեղ նման խորքային մարտահրավերները սկսում են առնվազն աշխարհաքաղաքական ասպարեզից եւ բացանում են քաղաքակրթական ասպարեզներում, որտեղ հայկական քաղաքակրթությունը ներկա է։ Մենք այդտեղ լուրջ խնդիրներ ունենք եւ աշխարհը այդ լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Մենք այդտեղ պետք է ձևավորենք մեր լուծումները, մենք ստիպում են զբաղվենք ինչ որ երկրորդական, չորրորդական շատ մակերեսորեն հարցերով, որովհետև այն անձնավորությունները, որը իշխանության են եղել, իրանց համար դա բնական է, իրանց հարազատ։ Դա վերաբերում է բոլոր 4-ին։ Իհարկե։ Իրանք բոլորը մնացել են այդ տրամաբանության մեջ, իրանք մնացել են այդ մակերեսորային եւ շատ կարճ ժամանակների մեջ, բայց եւ դու քաղաքակրթություն ես, դու իրավունք չունես 5 տարով մտածես, դու առնվազն դարերով պիտի մտածես, բայց մենք ժամանակ չեն թողում հասարակությանը միշտ հոգեվորական եւ տեղեկատվական ագրեսիայի ներքո, որտեղ ագրեսիան շարունակում է Արցախի հայ ազգի դեմ պատերազմը վերջած դադարացվել է լայնածավալ ռազմական գործողությունների ձևով ավանդական ռազմական տիրույթում է վերջացել, բայց տեղեկատվական տիրույթում հոգեբանական տիրույթում, գիտակցական, կոգնիտիվ տիրույթում այդ պատերազմը շարունակում է եւ ազգը հասարակությունը գցում է մի վիճակ, որ դու ժամանակ չունես գլուխդ բարձրացնես եւ կենտրոնանաս իրական խնդիրների վրա։
որովհետև այս փոքր խնդիրները, որ սարքում է իշխանությունը, այդտեղ լուծումներ չկա։ Փառք Աստծո եւ ցավոք սրտի հայկական խնդիրները դա փոքր են։ Փառք Աստծո եւ ցավոք սրտի հայկական խնդիրները ավելի մեծ են, ավելի խորքային են եւ գլոբալ են։ Բայց քեզ որպես ազգ, որպես հասարակություն ստիպում են, պարտադրում են, փորձում են սահմանափակել այս փոքր հարցերի շուրջ, որ դու գոյատևես։ Բայց երբ դու գոյատևում ես, դու չես զարգանում, դու չես գիտակցում այն խնդիրները, քեզ փորձում են մտցնել գոյատևական այդ զուգակի մեջ, որի մեջ մեզ սկսել են 19 դարի վերջից, մենք 19 դարուց վերջում մեծ եղերնից ակտիվ process-ներից սկսած մենք գոյատևում ենք։ Բայց մենք պիտի ամեն ինչ փոխենք, մենք պիտի փոխենք շրջանակը, մենք պիտի փոխենք սահմանները, մենք պիտի փոխենք գիտակցությունը այդ process-ներին։ Փոխվում է գիտակցությունը, խաղաղություն ենք բերել, խաղաղ ապրում ենք, բայց դա չէ ուզում ասել։ Խաղաղություն մենք չեք ապրում, ներեցեք հասկանում եմ, որ դուք ճակետներ եք այսում, այդ խափաբայսի մանիպուլյացիա հարցը դրան է վերաբերվելու, բայց ես ուզում եի այս հարցը վերջնական, ուրեմն համարենք այս հարցի վերջնական ընդհանրությունն այն, որ բոլոր 4 ղեկավարները մեղավոր են 2023 թվականին մեր կրած ծանր դառը պարտության մեջ եւ շարունակվողի մեջ։ Բոլոր 4-ը Կարելի է այդպես հասկանալ ձեր ասածը։ Իհարկե։ Իրանք մի տարածքում են, մի լուծման մեջ են, որը սկսվել է մոտավորապես 91 թվականից եւ շարունակում է։ Առաջին ընտրությունները կեղծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ դրանից հետո ուզում եք ասել ընտրություն չի եղել, լավ եմ հիշում, մասնակից եմ։ Հա, պայքար է, ավելի շուտ հասարակությունը պայքարում էր։ Հասարակությունը ուզում է եւ ցանկանում է ունենալ արդար ընտրություններ։ Ամեն ընտրություններում հասարակությունը բարձրանում է, պայքար է տեղի ունենում, չեմ ուզում, դուք հիշում եք, ես հիշում եմ։ Իմ ազգը պայքարում է։ Իմ ազգը չի համաձայնում, իմ ազգը չի համաձայնում կործանված, ստրուկացած, հայը չի կարող ստրուկ լինի։ Մենք Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության Ռուսաստանը եւ Օսմանյան կայսրությունը դրանք ռազմական ստրուկական կայսրություններ են, կառուցված են ռազմական ստրուկաների վրա, ստրուկների վրա։ Իրանք ի սկզբանե կառուցվել են ստրուկների կողմից։ Հայ ազգը հայը ստրուկ չի կարող լինել, մեզ մոտ ստրուկություն կամ ճորտություն չի եղել։ Մենք ուրիշ ենք, մենք պետք չէ խառնել այդ ցեղերին եւ այս մի ցեղի հետ եւ փորձել հայկական լուծումներ գտնել այդ տրամաբանության մեջ։ Այն լուծումները, որը մեզ փորձում են մեր գլխին կապեն Ռուսաստանը, Թուրքիան, մնացած ավտորիտար երկրները մեզ համար անընդունելի է։ Մենք չենք կարող այդպես գոյատևել, պայքարել, զարգանալ։ Պարոն Արզումանյան, նայեք, այս ամեն ինչի ֆոնի վրա նորից մեկ շատ կարևոր բան նսեմացնում է մեր պաշտպանական ներուժի մեր բանակի դերը։ Անվտանգության գործում, որպես գործոն, բանակը համարվում է 6-րդ, եթե ավելի շատ կետեր լինեն, ամենավերջի կետերում։ Դուք որպես ռազմական փորձագետ, չէ՞։ Նայեք, բանակը ընդհանրապես, ես ինչքան քաղաքակրթության, պատմության եւ այլնի մասին կարդացել եմ, ուսումնասիրել եմ, գիտեմ, որ բոլոր քաղաքակրթություններում, բոլոր ժամանակներում բանակը եղել է այդ կոնկրետ պետության, թագավորության, կայսրության, կամ չգիտեմ, բոլոր պետությունների անվտանգության թիվ 1 երաշխիքը եւ թիվ 1 հիմքը որպես այդպեսին, բայց այսօր Հայաստանում բանակը համարվում է ամենավերջի գործոնը, որ կարող է։ Ես կընդհատեմ նորից հայկական իշխանությունների ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի մի անձնավորության կողմից մի անձնավորություն, որը գերհզոր է, բայց մեկն է։ Այդպես ներեցեք կառավարությունն է։ Կառավարությունը լռում է։ Բայց ինքը ասում է, որ կառավարությունը ես եմ եւ կառավարության անունից այդպիսի հայտարարություն Փառք Աստծո ինքը թագավոր չի, Փառք Աստծո ինքը Աստծո կողմից չի դրած, թագավորը որ Աստծո կողմից է դրած։ Մենք ենք իրան ընտրել, ինքը ընդամենը վարչապետ է։ Ինքը դաժե գործադիր իշխանությունների գլուխը չի։ Ինքը ընդամենը վարչապետ է։ Եկեք չի մոռանալ, ես դրա մասին չեմ խոսում։ Նման հայտարարություն իրականության հետ կապ չունի իհարկե։ Ես ոչ թե միայն փորձագետ եմ, ես սպա եմ։
Ատստավկայում ես ծառայել եմ, դա իմ բանակն է եւ հայկական բանակը ոչ հայ ազգի բանակն է, ոչ թե հայկական բնակչության բանակն է։ Դրա համար այստեղ նորից եմ կրկնում, պետք չէ մտնել այդ դաշտը, մանիպուլյատիվ դաշտը, որը ուզում է Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ հայկական հասարակության որպես պատմույթ, նարատիվ մեր գլխին կապի։ Արհեստական իրականությունից կտրված բանակը երկրորդական, չորրորդական է, կադաստրի թուղթ պիտի ունենաս, մասի սարը մերը չի, ինքը ձեզ հրահրում է մանիպուլյացիաների մեջ ակսում եւ քո թանկագին ժամանակը, էներգիան, հոգեբանական էներգիան, հոգեվոր էներգիան դու ծախսում ես լրիվ անընդունելի եւ սխալ պատմույթների եւ գործողությունների վրա, եւ քեզ համար ժամանակ չմնում, էներգիա չմնում կենտրոնաս հիմնականի վրա։ Պետք չէ մտնել այդ խաղի մեջ։ Պետք չէ Նիկոլ Փաշինյանին պատասխանել։ Ես հիացած կլինեի, գոհ կլինեի եւ դաշը հիացած կլինեի եւ հայկական ժուրնալիստները որևէ մեկնաբանություն Նիկոլ խոսքերի, Նիկոլ Փաշինյան խոսքերին չտան։ Ես հասկանում եմ, որ իդեալական այդ անընդունելի չի ստացվելու, բայց եթե ունենակ մի վիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է իզոլացված եւ ինքը միայն ինքն է իրան լսում, երբ հասարակությունը, մաս մեդիաները որևէ ուշադրություն իրան ասացին չեն տալիս, մաս մեդիաներ, որոնք կտան հաստատ, որովհետեւ ասում եմ դա իդեալական է, որ իրան մաս մեդիան խոսի իրան համար, թակավորից լավը չկա եւ այլ, բայց հասարակությունը մնացած 80%-ը եթե չխոսային, դա կլինի ամաս լավագույն լուծումը։ Պատասխանը Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ չի կարելի հայ մարդու կամ մաս մեդիայից խնդրել մեկնաբանություն, ինչու մասի սարը հայ ազգից չի կարելի տարանջատել։ Դու իրավունք չունես մտնել մեկնաբանության մեջ, մենամարտության մեջ։ Եթե մտնում ես, դու արդեն պարտվել ես։ Բայց լռությունը համաձայնության նշան է։ Այդ ժամանակ էլ կներկայացվի, որ եթե դեմ էիք, հելնեիք ասել է, եթե հեղափոխություն անեիք, ինքը գիտի որ այդպես։ Ես միակ վարչապետն եմ, որ այդպիսի կոչ եմ անում։ Թող ինքը իզոլացված լինի, բոլորը կտեսնի եւ հասարակությունը կտեսնի, որ ինքը իզոլացված է, որովհետեւ միանձնավորություն, ավտորիտար իշխանությունները շատ հետաքրքիր յուրահատկություն ունեն։ Իրանք ինքը կենտրոնացնում է իշխանությունը իրանց ձեռքերում, բայց ինչքան կենտրոնացնում է իշխանությունը ձեռքերում, այնքան թուլանում է։ Որտեղ մաքսիմում կարող ես 5-10-20 հոգու վրա ազդես կայսրությունը այդպես ոչնչացավ։ Կայսրը բոլորը ինչը, նույնիսկ ոչխարը ինքն էր հաշվում։ Երբ այդպես ուզում ես կենտրոնացնես, մի կողմից քեզ թվում է դու գերի հզոր ես դառնում, բայց իրականում դու դառնում ես գերթույլ։ Դրա համար եթե մենք հասարակություն փորձենք կենտրոնանալ իրական պրոցեսների վրա, փորձենք հասկանալ ոչ թե ոնց Նիկոլ Փաշինյան, բայց հասկանալ այլընտրանքը որն է։ Հա, այս պետականությունը մեզ անընդունելի է, այս իշխանության ձևավորումը մեզ համար, բայց ոնցն ենք մենք ուզում, ինչ իշխանություն պիտի ունենա հայ ազգը, ինչ պետական հաստատություններ պիտի ունենա հայ ազգը, այլընտրանքը որն է, եկեք ձևավորեք այդ 21 դարու եւ 3000-ամյակի համար հայկական պետությունը ոնց պիտի կառուցված լինի։ Ես կուզեի ձեզ հետ հիմա վիճեի մեծ հարցերի շուրջ։ Դուք պիտի ասեք ճակետներում, այս ճանապարհը, ես ասեմ, չէ, ձեզ համաձայն չեմ, ես այս ճանապարհով գնում, ես աչական եմ, դուք ավելի շուտ ասենք սոցիալիստական եք, այս ճանապարհով եւ մենք վիճենք, կռվենք իրար հետ Հայաստանի ապագա կառուցվածքի մասին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի խոսքերի մասին, որ հետսովետական Հայաստանի եւ վերջացած ժամանակների մասին է։ Այդ բոլոր մեր նախագահները, առաջնորդները մեզ փորձում են հետ քաշեն հետսովետական Հայաստանում պահեն, որտեղ իրան կայացել է։ Դե դա Պուտինի ելույթին համահունչ է 2007 թվականի Մյունխենում ելույթին, երբ ասեց, որ 20-րդ դարի պատմական ամենամեծ սխալը խորհրդային միության փլուզումն էր։ Եվ Պուտինը Ռուսաստանը փորձեց ուրիշ լուծում տա։ Ինքը փորձել է հետսովետական ժամանակները վերջացնել եւ Պուտինը եւ Ռուսաստանը ձևավորել են պատասխան, որ որպես այս հետսովետական ժամանակների պատասխանը կայսրության վերականգնումն է։ Այո։ Բայց մենք 25 թիվն է, որպես հայեր, որպես ազգ, այդ հարցը ոնց պիտի լինի հայկական պետությունը հետսովետական ժամանակները, որը վերջացել են, հետսովետական Հայաստանը հասկանալի է, գոյատևել է, զարգացել է, դժվար է ասել հետսովետական ժամանակներում։ Ժամանակները վերջացել են։ Ոնց է լինելու Հայաստանը։ Որ պետական կառավարման համակարգը ավելի ճիշտ կլինի պետություն կերտելու համար։ Ում հետ ճիշտ կլինի գնալ։ Մենք Չինաստանի հետ ենք շարունակում, Եվրոպայի հետ է գնում, Չինաստանի հետ է գնում, Հնդկաստանի հետ է գնում, Ռուսաստանի հետ է գնում, Աստվածչանի։
բայց ինչ Այդ հարցը ինձ համար դա ընդունելի է ուղղակի ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը որպես դաշնակիցներ կամ Չինաստանն էլ շատ հեռու է, պարոն։ Չինաստանը լավ է, որ հերոյի հետ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ կարելի է, որովհետեւ հերոյ են։ Հերվից սիրենք իրար։ Հիրավերվիկ դաշնակիցներն եք հերոյ որպես փոքր կերպետություն քեզ համար ավելի լավ ուզում է։ Մենք արդեն խորացել ենք, արդեն մտնում ենք այդ խոսակցությունների մեջ, որի շուրջ մենք կուզենայինք, որ մենք դրա մասին խոսենք։ Չխոսենք Նիկոլ Փաշինյանի մասին, Քոչարյանի մասին, Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի մասին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի մասին չենք Եթե խոսում։ փակենք այդ հարցը։ Իր ելույթից մի բան ձեզ ասեմ, էլի իր ելույթը չենք մենք բանանում։ Իրավիճակն ենք ներկայացնում, ես ել եմ ասում որպես փորձագետ, իմ համար շատ կարևոր է ձեր կարծիքը։ Նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք ընդհանրապես չենք վերլուծում։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել, ներկայացրել է իրավիճակը որպես խաղաղություն, խաղաղությունը հաստատվել է, վերջացել է, ամեն ինչ վերջացել է, բայց ես չեմ ասում դուք գնահատեք իր ասածը, ոչ էլ վեր ենք լուծում։ Մենք գիտենք, որ եթե կրակոց չկա, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է։ Պատերազմը շարունակվում է այլ ձևերով եւ այլ միջոցներով։ Այո։ Որը այդ միջոցներից մեկը այն է, նախ ասեմ, որ այդ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթում բազմաթիվ անգամ Ալմաթայի հռչակագիր վկայակոչվեց, Ալմաթայի հռչակագրով թե ինչ սահմաններ էր Ալմաթայի հռչակագիրը։ Ես գիտեմ, որ չկա, թե ինչ սահմաններ էր Ալմաթայի հռչակագիրը հաստատել, դա էլ չգիտենք։ Մի խոսքով, դա թողնում ենք մի կողմ, նա հայտարարեց իլուր աշխարհի, որ միակ Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է, որ արդեն խոսում է խաղաղության մասին, չի խոսում հայ-ադրբեջանական հակամարտության մասին եւ այլն, եւ այս ֆոնի վրա հենց նույն օրերին Գանձակում, թուրքերի ասած Գյանջայում տեղի ունեցել ԱՊՀ երկրների, ԱՊՀ խաղերի բացումը, նայեք, միտեղ խաղաղության մասին է, որ արդեն հաստատված խաղաղություն է եւ այլն Տրամպի բարձր միջնորդությամբ WhatsApp-ի համարն էլ ունեմ, գրպանս դրած է այս ձևով, էլի։ Եվ Գանձակում բերում են Հայաստանի պատվիրակության ներկայությամբ հենց դնում են մի հատ երկաթե բռունցք հարթակում եւ ադրբեջանցի հաղորդավարը ասում է, այս այն բռունցքն է, որը մեր թշնամիների ողնաշարն ու գլուխը ջարդեց եւ կջարդի միշտ այս բռունցքը, նայեք, միտեղ խաղաղության մասին է խոսում, մի ուրիշ տեղ նույն օրերին, համարյա նույն ժամերին, այս բռունցքը շարունակելու է ջարդել մեր թշնամիների գլուխն ու ողնաշարը, ու այդ ֆոնի վրա, այդ խոսքերի ֆոնի վրա ներքևում 44 է գրվում այդ պարողների եւ հասկանալի է, ես չեմ ուզում ներեցեք լսեք ընդհատել, իմաստ չկա, հա, պետք չէ կան ճոխ ոնց հասկանանք, նույն ձևով խաղաղություն, չէ, դա Հայաստանի վարչապետի ոչ ադեկվատությունն է, մի մարդու ոչ ադեկվատությունն է, որ իշխանություն պահելու համար լրիվ կտրվել է իրականությունից, ինքը հայտարարել է խաղաղություն ինքը իր համար, ՄԱԿ-ի աջանից բողոքում է, որ Ադրբեջանը անհասկանալի է, ինչու չի ընդունում, որ խաղաղություն է։ Ոնց կարելի է խոսել խաղաղության մասին, երբ քո թշնամին այդ խաղաղությունը չի ընդունում։ Ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան խաղաղության մասին չեն խոսում։ Թուրքիան մնում է ռազմական տրամաբանության մեջ եւ վարում է պատերազմներ Սիրիայում, Աֆրիկայում եւ այլ։ Ռուսաստանը վարում է պատերազմ Ուկրաինայում եւ քաղաքական նպատակները ուզում է եւ ցանկություն ունի հասնել ռազմական մեթոդներով։ Ադրբեջանը հայտարարել է եւ հայտարարում է, որ Հայաստան չկա կարեմության Ադրբեջան, որ կջարդի, ջարդել է նորից կջարդի, քեզ պարզ երեսիդ ասում են, որ պատերազմը շարունակվում է եւ դու պարտվել ես։ Եվ դու ապիտ ընդունես այո Երկրորդ Արցախյան արշավում 2020-21 թվականին դու պարտվել ես, բայց պատերազմը շարունակվում է։ Եվ դու պիտի դիմակայես, դիմադրես քո թշնամուն։ Կամ հանձնվես, եւ հանձնելը քեզ չեն թողնում, որովհետեւ քո թշնամիների համար Հայաստանը որպես պետություն, ինքնիշխան պետություն, ի սկզբանե նույն ձևի գոյաբանական սպառնալիք է։
Թուրքիան ոչ մի դեպքում չի ճանաչելու Հայաստանը որպես անկախ պետություն։ Որտեղ Թուրքիան գիտի իր տարածքում հայկական հարցի հետևանքով, մեծ եղերնի հետևանքով ինչ ժառանգություն ունի։ Ինքը փայլուն գիտի ինքը ինչքան անկայուն է որպես հասարակություն, քուրդերը, սփկյալ հայրերը, հուները, ասորինները, ինքը գիտի ինչքան անկայուն է։ Եվ Հայաստանը փոքր ցավոք սրտի Հայաստանը, եթե ձևավորվի եւ սկսի զարգանալ, սրընթաց, ինքը սպառնալիք է Թուրքիայի համար, Թուրքիան դրա միշտ չի գնալու, երբեք չի գնալու։ Ռուսաստանի համար որպես կայսրություն, ժողովրդավարական պետություն իր սահմաններին մոտիկ, որը զարգանում է, անընդունելի է։ Իրանք չեն համաձայնելու հետսովետական պետությունների ինքնաիշխանության հետ, երբեք։ Իրանք դա ժամանակավոր լուծում է եւ իրանք վերջում ուժով կլուծեն այդ խնդիրը։ Ռուսաստանի համար հետսովետական տարածքում պատերազմը կվերջանա միայն մի դեպքում, երբ որպես պետություն վերջացնես քոյդգայատեումը։ Իսկ հայկական ժողովրդի համար որպես գուբերնիա մտնենք Ռուսաստանի կազմ, քեզ համար էլ չունես, որովհետեւ իրանք ուզում են Հայաստանը առանց հայերի։ Եթե Ղազախստանի համար իրանց համար դա լուծում է, Ուկրաինայի համար լուծում է, հայկական հայ ազգի համար այդ լուծումը չունես դու։ Իրանք մաքրում են հայկական տարածքը Հայաստանը հայերից։ Եթե դու որտեղից վարչապետ չես ուզում այդ իրականությունը ընդունել, դա վարչապետի խնդիրն է, ոչ թե իմ հայ ազգի խնդիրը։ Եվ որպես ազգ գիտեմ, որ իմ սահմանից թշնամի է, որ պատերազմը շարունակում է։ Ես որպես պետություն, պետական հաստատություններ, ես 25 տարի իմ կյանքից փայլուն տարիները տվել եմ պետական հայ ազգի պետության, ես ծառայության մեջ էի 25 տարի տարբեր մարմիններում, 27 տարեկանից մինչև ես գիտեմ, եւ իմ պետության մեջ 80% առնվազն ինձման է մտածում, իրանք հասկանում են, որ պատերազմը շարունակվում է։ Դա միայն Նիկոլ Փաշինյանի խնդիրն է, անձնական, եւ շատ նեղ շրջանակի իրար, որի հետ ինքը վերահսկում է իշխանությունը։ Ոնց այդպես ստացվել, դա ցավոք սրտի նույն ձևի տրամաբանական է, որտեղ Սերժ Սարգսյանի սահմանադրության օրոք եւ կառուցվածքով Սերժ Սարգսյանը այնպես է կարել այդ կոստյումը, որ բոլոր իշխանությունները վարչապետի ձեռքում են։ Քո պետական եւ իշխանության հաստատությունը այդպես են կառուցված, որ իշխանությունը ուզած-չուզած մնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Եվ իրան դնելով այդտեղ Սերժ Սարգսյանը համաձայն էր իհարկե դա հետ, իշխանափոխությունը տեղի ունեցել ոչ թե պայքարի միջոցով, մենք ստացել ենք այդ խնդիրները։ Ուստի մենք ունենք մի անձնավորության խնդրեմ, ոչ թե պետության խնդրեմ, ոչ թե ազգի խնդրեմ, եւ դու որպես պետություն եւ ազգ ունես խնդրեմ, որ քո պետությունը այդպես է կառուցված, որ քո հասարակությունը այսպես է ձևավորված այս ճշմարտ տակ։ Դրա համար դու պիտի լուծումը գտնես ոչ թե Նիկոլ Փաշինյանի փոփոխմամբ, դա ոչ մի բան չի փոխվելու։ Սերժ Սարգսյանը փոխվել է Նիկոլ Փաշինյանով, այն պարտությունը, որ մենք սկսել ենք 2016 թվականին արդեն 4 օրյա պատերազմում երևացել է ինչ այլներում։ Եվ Սերժ Սարգսյանի մեծ հանցագործությունը ազգային անայր ինքը հասկանալով ինչ է տեղի ունենում, որպես լուծում գտել է ոչ թե հայ ազգային ժամանակ հավաքվել է, հիշում եք։ Սկսե փոխակերպում, սկսե process-ներ, բարեփոխումներ, Սերժ Սարգսյանը գտել է լուծում, իշխանությունը հանձնել փոխանցել Նիկոլ Փաշինյանի ջեբ, ճակետները Նիկոլ մի անձնավորության, որը լինելով ժուրնալիստ, որևէ ձևով պատկերացված պատրաստ չէ նման պաշտոնի եւ պատերազմի։ Ինքը կարող է ուրիշին դընտրել, որ ավելի պատրաստված լինի պատերազմին եւ հանձնի իշխանությունը ուրիշին, ասենք Կարապետյանի նորոգ հիշում եք, որ Գազպրոմից, բայց ինքը ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ամենից ոչ պատրաստված, ամենից անընդունակ այդ պաշտոնին եւ հանձնեց նրան։ Եվ ես չեմ կորցնում հույսը վերջո եւ Հայաստանում իրոք կփոխվի իշխանությունները եւ մենք կսկսենք կառուցել ուրիշ Հայաստանում մենք կունենանք պետական տրիբունալ, որտեղ պետական տրիբունալում մենք կգնահատական կտակ ոչ թե միայն քրեական, բայց բարոյական, քաղաքական, ազգային գնահատական բոլոր 4 առաջնորդ հայկական պետությունների բոլոր առաջնորդների եւ Արցախում եւ Հայաստանում պարտադիր է։
Իմ կարծիքով ուրիշ ջևի հաղթահարել այս խնդրը եւ փակել հետսովետական Հայաստանի էջը եւ սկսել կառուցել ուրիշ Ես Հայաստան։ համաձայն եմ ձեր հետ։ Ես ուրույն չեմ տեսնում։ Երբ դա տեղի կունենա, այդ ուրիշ հարց է։ Եվ ես կուզենայի մենք նորից ենք կոնում վեճեք դրա մասին, եւ դուք ասեք չէ կլինի 5 տարուց հետո, ես կասեմ չէ 20 տարի է պետք։ Չէ, երբ ուզում ա լինի, ես մի բան եմ ուզում ասել։ Մենք համաձայնության ենք գալիս։ Իմ կարծիքով Հայաստանում այդ նարատիվները, պատմույթները պետք է ձևավորվեն լրի ուրիշ դաշտում, ուրիշ հարցերի շուրջ, ապագայի մասին, ապագա Հայաստանի մասին, ապագա հայ ազգի զարգացման մասին, ոչ թե Նիկոլ Փաշինյան, Սերժ հետսովետական անցած ժամանակներին։ Մենք միշտ փորձում են ստիպել, որ մենք հետ նայենք։ Եվ հետ նայելով դու քարանում ես, որովհետև տեսնելով ինչքան ես կորցրել եւ ինչով ես անցել, Ու ոնց է շարունակում կորցնել։ Հա, ոնց աստվածաշնչում այդ հասնեա եւ հետ ես նայում դու քարանում ես, պետք չէ հետ նայել։ Մենք ամեն ինչ ունենք այսօր գնահատականները սկսենք կառուցել, հետո երբ հզորանանք կտակ գնահատական։ Այն ժամանակ մենք հետ կնայենք որպես պատմություն, բայց ոչ կյանք, որպես այսօրվա կյանք։ Հետսովետական Հայաստանը պետք է տարանջատել հայկական կյանքից։ Վերջին հարցը չի վերաբերում ոչ մեկի խոսույթին, ոչ ասացին, ոչ վերլուծենք ասածը։ Իմ կարծիքով Հայաստանի զարգացման, Հայաստանի գոյության միակ գրավականը Հայաստան ուժեղ պետության ստեղծումն է, պետական կառավարման հստակ դեմոկրատական եւ քաղաքակիրթ համակարգի ներդրմամբ, ոչ թե մեկին հանենք, մյուսին դնենք, մեկին հանենք, մյուսին դնենք, համակարգը մնա նույնը եւ այդ ինչպես ասացիք, համակարգի 80%-ը նույնն են, գլուխը փոխվում է, ոչինչ։ Դուք համաձայն եք, որ միակ հայկական հարցի լուծման գրավականը Հայաստան պետության կայացումն է, իսկ պետության կայացման համար պետական կառավարման համակարգի ներդրումն է։ Ոչ, ես ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև դուք ներեցեք նեղացնում եք հարցը։ Դուք խոսում եք միայն պետական հաստատությունների մասին։ Չէ, պետական կառավարման համակարգը պետական հաստատություն չի։ Պետական կառավարման մասին եք խոսում, բայց հարցը ցավոք սրտի ավելի լայն է եւ խորքային է։ Դու պարտավոր ես ոչ թե միայն պետական կառավարման հաստատությունները փոխես, բայց բացի դրանից դու պիտի դնես խնդիր հասկանալ, որ քո քաղաքական հաստատությունները, կուսակցությունները, պարլամենտը, քաղաքական իշխանությունը Պարոն Արզումանյան, ես համակարգի մասին եմ ասում։ Ես եմ ասում համակարգի, պետք է տարանջատել, որ կա պետական համակարգ, կա քաղաքական համակարգ, իշխանությունը վերանայելով համակարգ, եւ կա հասարակություն։ Եվ մենք կանգնած ենք անպայման պիտի փոխակերպի եւ հասարակությունը Հիմա փոխվի։ ձեր ասածն է, էլի վիճում ենք, չէ՞, իրար։ Եվ հասարակությունը փոխվի, փոխակերպվի, եւ պետական մարմինները, կառավարման ձևերը փոխվի, այսքան ահռելի մեծ պետական ապարատ ունենալը կայսրական ժառանգություն որպես մեզ համար անընդունելի է, այդքան մեծ պետք չի։ Բայց պատավատապետություն հո չենք։ Դա հա, եւ քո հիմնականը իշխանական հաստատությունների իշխանության ձևավորման ձևերը պիտի փոխվի, այդ հաստատությունները պիտի փոխվեն, ոնց է ընտրում իշխանությունները, ոնց է բալանսները պահում, որ իշխանությունը վերահսկողությունից դուրս չգա, այստեղ էլ պիտի փոփոխություն լինի։ Դու պարտավոր ես փոխես եւ իշխանությունը, իշխանական հաստատությունները, եւ պետությունը, պետական հաստատությունները, եւ ամենադժվարը հասարակությունը եւ հասարակության կյանքը։ Ավանդույթները շատ դժվար են փոխում, մարդը շատ դժվար է փոխում, եւ պետությունը կարելի է 10-15 տարում փոխել, իշխանությունները ավելի հեշտ է փոխվում, բայց հասարակությունը սերունդներ են պետք, եւ պիտի հասկանաս, որ դա ճանապարհ է։ Մի օրում, մի 3 ամսում, մի տարում այդ փոփոխությունները չի լինելու։ Դու պիտի հասկանաս, որ ընտրում ես այս ճանապարհը, այդ ճանապարհի վրա դու սկսում ես փոխակերպել այդ երեքը միասին։ Եվ կգա մի պահ, եւ դու կունենաս մոտորապես այն Հայաստանը, որը դու ուզում ես ունենալ, բայց ոչ թե սառեցնելու համար, բայց նույն ձևի զարգանալու է շարունակել, դա ճանապարհ է։ Մենք որպես քաղաքական քաղաքակրթություն անցել ենք հազարամյակներ, եւ ընդհանրապես պիտի նստենք որպես ազգ, հասկանանք ոնց է ապրում հաջորդ տարին, 2026 թվականը շատ դժվար տարի է լինելու,
ոնց է կապում հաջորդ ավելի լինքը դժվար քան մինչև հիմա է։ չէ ընտրությունների տարին այս խաղերը այս աղբը նորից փուրփուրը բարձրանալու մարդկանց տոքսիկ միջավայր ստեղծվելու թունավորվելու դենք որպես հասարակություն հաստատ Արցախում էլ չէ վերջին ընտրություններն արեցին ու Արցախի հասան տեղ։ ուրիշ հարցած չեմ ուզում խոսացնել մենք պետք է հասկանանք որ դե ֆակտո Արցախի վերնախավը Արցախի հանրապետությունը եւ Հայաստանի հանրապետությունը վաղուց եղել է մի հատ վերնախավ իշխող վերնախավը տարբերություն չի եղել դա միասին մի օրգանիզմ է եղել Արցախի հանրապետությունը եւ Այսինքն այն ինչ որ այն 4-ի մասին ասում էիք, Իհարկե, վերաբերում է նաև նրանց։ իհարկե իրանք էլ են մտնում մենք պետք է ընդունենք այդ դե ֆակտո մի հատ պետություն է բանակը նույնն է ֆինանսները նույնն է սոցիալականը ուղղակի աշխարհի համար այդ խաղն է խաղում որ երկու պետությունն են բայց ի սկզբանե դա մենք մեզ եք խափել աշխարհը չեք խափել իհարկե մենք մեզ խափում ենք այդ ուրիշ հարցա չեմ ուզում խորանալ դուրս է գալիս ուրիշ մակարդակ նորից գնցնում եք պատմություն չեմ ուզում դրա համար ճանապարհը եւ այսօր պետք է նստեք հասկանաք հաջորդ քայլը ոնց է կանում ոչ թե այս մեկը պահելու կամ հետ հաշտել նայելու համար բայց ապագայի համար հաջորդ տարին ոնց է կապում հաջորդ 10 տարին ոնց է կապում հաջորդ 100 տարին ոնց է կապում Հայաստանը ոնց անելով 2050 թվականին 2022 դարում երրորդ հազարամյակ եք մտել 2050 թվականին ֆուտբոլ չեմպիոն ենք դառնում Հա գիտեմ հազարամյակներում երրորդ հազարամյակում Հայաստանը ոնց է ձևավորվում մեր մեծերը ինքան ահռելի մեծ են եղել Նարեկացին, Շնորհալին, Մեսրոպ Մաշտոցը, որ իրանք այդ ամեն ինչ պատկերացնելով ունեցել են նախագիծ եւ իրականացրել են այնպես Հայաստան, որ մեզ 1000 տարի ապրել է։ Պետությունը կորցրել է, բայց մենք այսօր մտածում ենք 1000 տարվա մասին, 100 տարվա մասին, ոչ թե միայն օրվա հացի մասին։ Մենք փորձում ենք գցել մի վիճակ, երբ մտածում ես օրվա հացի մասին, ես դուք մենք բոլորը իմ ազգի 96% այդ վիճակում են։ Որ ժամանակ չունես գլուխդ բարձրացնես, մտածես հաջորդ 10 տարվա մասին, 100 տարվա մասին, հազարամյակին։ Բայց եթե հայ ես իմ կարծիքով մենք պարտավոր է գլուխներից բարձրացնենք ազատ եւ այդ հարցերի մասին խոսել, վիճել, կառուցել այդ հարցերի շուրջ մենք կարողանանք ազատվել այս ամենից, ոչ թե փոխելով հաջորդ Նիկոլ Փաշինյանով, բայց այլ ընտրանք ձևավորենք գաղափարական, տեսլական, թեորետիկ։ Հիմա իհայտ են գալիս փրկիչներ, որ մենք Նիկոլի տեղն ունենք, սենց կանենք, նենց կանենք։ Նիկոլ տեղը պետք չի։ Պետք է ունենանք նոր տեղ, նոր առաջնորդներ, նոր Հայաստան, նոր համակարգ։ Եկեք դրա մասին խոսենք։ Այս մեկից ամեն ինչ հենց այդ պետական կառավարման համակարգ ասածս հենց դրան էր վերաբերում հակակշիռների մեխանիզմով, քաղաքական մաքուր համակարգով, հասարակության ներգրավմամբ։ Մի քիչ բան է, գիտնական է, ոչ թե մի քիչ գիտնական է, այդ սահմանները։ Մի քիչ շատ գիտնական է։ Այդ սահմանները պիտի ճիշտ տակ, այդ մեկը ավելի լայն է, խոսքերը ոչ թե պետական կառավարման, բայց ավելի լայն խնդրի մասին է։ Լավ կլինի որ ժուրնալիստները փորձեն հասարակությունը եւ այդ խոսույթները, դիսկուսիաները ուղղեք այդ ճանապարհի վրա եւ համոզված եմ եք լուծում կգտնեք։ Շնորհակալություն լավատեսության համար, շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար։ Մենք համոզված ենք որ լուծում կգտնենք։ Հա, իհարկե։ Քանի դեռ կա մտածողություն, քանի դեռ կա պայքար, ուրեմն լուծումը անխուսափելի է եւ դրական լուծումը անխուսափելի է։ Իհարկե։ Կրկին շնորհակալություն մեզ հետևելու համար հարգելի հետևորդներ, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ։